նորմալ է համարում, որ կառավարության նիստի ժամանակ ներկայացում է ծրագիր, որով պետք է կաթողիկոսին հեռացնել պաշտոնից։ Իհարկե ոչ։ Միանշանակ։ Մի փոքր կմանրամասն։ Այդ դեպքում ավելի լավ կլինի ժողովուրդը դուրս գա իրան հեռացնի, ոչ թե կաթողիկոսին։ Իհարկե։ Դա ինչ է նշանակում մեր սրբության, մեր հոգևոր աշխարհի հետ խաղան։ Մենակ հոգեկանների կարող են այդպես բան անել։ Ճիշտ անում։ Բայց հակասահմանադրական չեք համարում դա։ Չէ։ Դա հակասահմանադրական է։ Ես չգիտեմ ինչական է, բայց այդ մարդը ճիշտ անում։ Ինչ եք կարծում, նորմալ է, որ կառավարության ծրագրով Փաշինյանը նախատեսում է վեհապարին հեռացնել։ Ես վատ բան եմ մտածում իրանց մասին։ Вообще ընդհանրապես։ Մեր վեհապարն է մեր սրբությունն է։ Իհարկե ոչ։ Մի քիչ կմանրամասնեք։ Չէ, չեմ կարա ուղղակի կարամ ասեմ սխալ է էլի այդ քաղաքականությունը Նիկոլի կողմից։ Ինչ ասեմ, այդ արդեն իրանց իրավունքն է, իրանք գիտեն։ Տերտերները գիտեն, իրանք փոխեն թե չէ։ Բայց դուք ո՞նց եք գտնում, այսինքն ճիշտ եք գտնում, որ կառավարության ծրագրով նման բան է նախատեսվում։ Ես գտնում եմ, որ կարելի է փոխել։ Բայց փոխողը պետք է կառավարությունը լինի։ Չէ, իրանք տերտերները, իրանք մեջ պիտի ընտրեն իրանք։ Ես գտնում եմ կարելի է փոխել։ Կարծում եք, որ հոգևորականներ են հարցում։ Այո, հոգևորականները պիտի տանեն, ոչ թե կառավարությունը։ Այդ արդեն իրանք մեջ պետք է անեն։ Տանեն, ոնց կարելի է վերև Աստված ներքևում են, ոնց կարելի է, ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ, ես ոնց մեր այս գեղեցիկ աշխարհը քալուքանդեղա։ Ինչ եք կարծում, նորմալ է, որ կառավարության ծրագրով Փաշինյանը նախատեսում է հեռացնել վեհապարին իր պաշտոնից։ Փաշինյանը ընդհանրապես սխալ է ամեն հարցերով։ Խնդրում եմ չկրճատեք։ Ներվայնությունից չգիտեմ էլ ինչ ասեմ։ Ամենավատ խոսքերը ասում եմ իրան։ Իսկ ինչպես եք վերաբերվում առհասարակ եկեղեցու։ Շատ լավ են վերաբերվում, մեր եկեղեցին է։ Իհարկե լավ ենք վերաբերվում։ Ինքը որ թուրք է, պետք է այդ ձևի վերաբերվի, թուրքերի ասածով։ Հա, իրան է պետք փոխել, ոչ թե կաթողիկոսին։ Ինչ եք կարծում, նորմալ է, որ կառավարության ծրագրով նախատեսում է Փաշինյանը հեռացնել վեհապարին իր պաշտոնից։ Ոչ իհարկե։ Իսկ ինչ եք այդպես կարծում, մի փոքր։ Որովհետև այսօր 30 մեր ընդհանուր կառավարության քաղաքականության հետևանքով ամբողջ 30 տարվա այ սովետի փլուզումից հետո վարվել է այն քաղաքականությունը, որ մեր ազգաբնակչությունը թող ոչ մեկ չնեղանա, չվիրավորվի, բայց դա իրականություն է։ Ինքը նմանվել է կենդանիների հոտին, ոչխարների ինչ-որ մի հատ հոտի, որը չունի ոչ մի արժեքային համակարգ, որը չունի ոչ մի գաղափար, ու վերջին իրադարձությունները 20 թվականից հետո էս վերջին 5 տարվա, դա ապացուցում է։ Երբ որ բոլոր այն ամենը ինչ-որ արժեքային համակարգ էր կազմում, շատ հեշտ ու հանգիստ ինչ-որ մեկը մսխում է սեփական ցանկությունով, ասենց ոտի նման տշելով այն ինչը թվում էր թե դա գերագույն արժեք է, ու ոչ մեկ չի վեկանում, որ չի բողոքում ամբողջ ժողովուրդը։ Հետևաբար ես եզրակացություն եմ անում, ժողովուրդը հազար ներողություն, բայց դառել է ոչխարների հոտ։ Իսկ ոչխարների հոտի համար միակ կառավարման ամենաէֆեկտիվ միջոցը դա կրոնն է, հավատքն է։ Հիմա 2000 տարի լավ է, վատ է, էս եղել է։ Ու սրա միջոցով դեռ գոնե այս հոտը հնարավոր է կառավարել։ Եթե էս էլ վերացնես, մենք դառնում ենք այն անապատի մեջ են սավանայի Աֆրիկայի վայրի են բաների նման են կաթնասունների, որ սրանց կցրվենք, բխվենք աշխարհով մեկ ցիգանների նման, անտեր ցիգանների, որտեվ մշակույթը եւ արժեքային համակարգն է, որ այդ ամբողը դարձնում է ժողովուրդ, իսկ այդ ժողովուրդը ունենալով գաղափար պետականության, ունենում է այն ինչ որ մենք ունեինք մինչև 5-րդ դարը։ Ես հիմա եկեղեցու կողմը չեմ, բայց այսօր ոչ մի ավելի էֆեկտիվ միջոց էս ոչխարների հոտը կառավարել չկա։ Դրա համար ես դեմ եմ այն ամենին, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը։